Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Միան հանգստացեք, որքան հնարավոր շուտ ձեզ տեղյակ կպահեմ։ Շնորհակալ եմ։ Այս կողմ խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Դե բարեկամս, մենք բողոքելու տեղ չունենք, մենք արդեն մեր առաջին գործն ունենք։ Այո, ամեն ինչ հիանալի, ամեն ինչ կարգին է, բայց մի բան կա, որ դեռ անհանգստացնում է ինձ։ Կարմիր զգեստով կինը։ Այո։ Այդ կինը քեզ ավելի շատ է ուզում, քան Անաստասիան։ Ինչ է կատարում քեզ հետ։ Այո, եղբայրս։ Ես պետք է պարզեմ, թե ով է կարմիր զգեստով կինը։ Որովհետև մինչև չպարզեմ, բանականի գործը չի կարելի փակված համարել։ Լսեք, եթե դուք հենց հիմա դուրս չգաք, ես Գրեգորիային չեմ կարողանա օգնել։ Բայց տասիր, ինչպես թե չես օգնի։ Մի չատ։ Մակո, քեզ ինչ եղավ։ Ոչ, զգուշ եկեք։ Ես քեզ կսպանեմ, պարզ է։ Մակո, խնդրում եմ, բժշկի հետ այդպես մի խոսիր, գոնե սպասիր Գոյիտան ծննդաբերի։ Զգուշ եկեք։ Եթե Գոյիտայի հետ ինչ-որ բան պատահի, ես քեզ կսպանեմ, պարզ է։ Հանգստացիր, Մակո, խնդրում եմ, հանգստացիր։ Դե Մակո, հանուն Գոյիտայի ընկերս, հանգստացիր։ Այո, Գոյիտա, չեմ հասկանում շրջապատում այդքան տղամարդիկ կան, ինչու պիտի դու անպայման այս կապիկին ընտրեիր։ Մակո, բժշկի վրա չգոռաս, ես ուզում եմ, որ Պիան նրան սիրահարվի։ Գրեգորիա, խնդրում եմ։ Պիաննա, սիրունիկն է, չես կարծում։ Ես խնդրում եմ Աստծուց, որ դու նրան սիրահարվես։ Աստված, իմ ու արդեն երկար ժամանակ, այն ժամանակվանից, ինչ դու ինձ առաջին անգամ նրա մոտ բերեցիր թեստ հանձնելու։ Աուրելիո, լսի, Գոյիտան հիվանդանոցում է նա ուր, որը կծննդաբերի։ Իսկ Մակոն։ Մակոն հիվանդանոցում է, ու իրեն բոլորովին չի վերահսկում։ Ուզում էի խնդրել քեզ, որ հիվանդանոց գնաս եւ փորձես նրան կարգի հրավիրել։ Նա նույնպես այն բժշկի վրա է սկսել գոռալ, որը հիմա օգնում է Գոյիտային։ Մակո, ինչու քեզ ջունգլներից այստեղ բերեցի։ Ողջույն, որտեղ է մեր փոքրիկը։ Այստեղ։ Փոքրիկ տղա։ Նա իր տատիկն է։ Տես, իմ թորնիկն է։ Ինչու այսքան երկարեց իմ երեխաները երկուսն էլ մի ակնթարթում են ծնվել։ Հիշում ես Թեոբալդո։ Իսկ այս տղան փոխարենը չափից դուրս երկար ժամանակ պահանջեց։ Նրան ինչ է պատահել չեմ հասկանում։ Ես հիշում եմ, դրանք իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին, ինչպես եւ այն օրը, երբ Պաբլիտոն ծնվեց։ Ինձ թվում է այս երեխան շատ փոքր է ու չի կարողանա գրկել արջուկին, երևի պիտի 3 տարբեր չափերի գնաց լինեի, դե ինչպես արջերի մասին այն հեքիաթում է, որ ամեն տարիքում մի հատ ունենար։ Մի մտածիր Կոնստանսը, եղբորս տղան շատ շուտ է մեծանալու, որովհետև բոլորդ ինձ լսեք ի վերջո, նա իմ եղբոր տղան է, չէ՞։ Իմ եղբոր տղան է ու իմ Սանիկը։ Ախ, Աուրելիո, պատկերացնում ես ինչ է լինելու, երբ իմ 6-յակը ծնվի։ Ինչ 6-յակ։ Ոչ, սպասիր։ Դու ուզում ես միանգամից 6 երեխա ունենալ։ Դե իհարկե, սիրելիս, այդ ժամանակ միայն մեկ անգամ պետք է տառապեմ։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է մի անգամ կարմրես, քան 20 անգամ կանաչես։ Տեսնում ես Յոլանդա, մեր ընտանիքը գնալով աճում է։ Իհարկե։ Ես շատ երջանիկ եմ լինելու բազմաթիվ թորնիկներով Աստվածին։ Աստվածին։ Ինչ լավ է։ Շնորհավորում եմ, Մակո։ Տղա ունեցաք։ Լավ է։ Իսկ իմ Գոյիտան ինչպես է։ Նա լավ է, Մակո, լավ է։ Այստեղ ալի։ Լսեք բժիշկ, անչափ շնորհակալ եմ։ Իրոք շնորհակալ եմ։ Դուք շատ լավ թիմ եք։ Դե Խոսե Գրեգորիո։ Բժիշկներն ու երեքային հայրը։ Ճիշտ է։ Աստված իմ բժիշկ։ Դուք պետք է Պիեի հետ ամուսնանաք։ Գիտեք, նա շատ լավ աղջիկ է։ Դե դուք բժիշկների Մայքլ Ջորդանն եք։ Ու դեզային շատ լավ զույգ կստացվի, լսում եք։ Նայիր Գոյիտա, ես։ Նա մեծ ու անսահման սիրո պտուղ է։ Վերցրու Գոյիտա, վերցրու։ Փոքրիկի անունն ինչ եք դնելու։ Իսկապես։ Դե աշխարհի ամենաուժեղ, ամենալավ ու ամենամեծ մարդու անունը։ Դե ուրեմն երևի Գալարագը, չէ՞։ Ոչ, Մանուել Կոլոն։ Դե ուրեմն բարի գալուս մեր աշխարհ Մանուել։ Այստեղ ամեն ինչ շատ խառն է, բայց դու կսովորես։ Դեռ կտեսնեք բժիշկ։
Լավ, ես գիտեմ, որ դու լոկա կուզ, կարաբալոն չես, բայց սպասիր փոքրիկ մատիկները թաշվեմ։ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Ամբողջականը տեսնում եք։ Ամբողջական։ Ամբողջական չէ։ Այո, ամբողջական է։ Սպասիր տեսնեմ դինոզավրիկը։ Այս մեկը ինձանից է ժառանգել, լսում ես։ Այս մեկը ինձանից է ժառանգել, Մանուել։ Տեսնես Մակոն ինչպես է կարծում ես Գրեգորյան արդեն ծննդաբերել է։ Հուսով եմ այդպես է, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի, բայց մենք էլ պիտի Մակոյին մի անակնկալ մատուցենք, չեք կարծում։ Շատ լավ կլինի, բացի այդ Մակոն շատ կուրախանա։ Ինձ էլ նկատի ունեցեք, Մակոն արժանի է դրան, եղբայր։ Իհարկե արժանի է։ Դա նույնն է ինչ որ ծաղրացուին նայես ու ծիծաղես։ Դու իսկական ծաղրացու ես։ Ողջույն ներեցեք, այս գրասենյակի աշխատողների համար հրավիրատոմս եմ բերել։ Այո, Դուք կարող եք դրանք ընդունել։ այո, շնորհակալ եմ։ Դա առայժմ։ Առայժմ հրավիրատոմսեր բոլորի համար։ Ահա Մակոյինը, Լազարոյինը եւ Աուրելոյինը։ Սա ինչ է։ Հրավիրատոմսեր ֆիլմի դիտման համար։ Վերնագիրը տեսեք, վանականի վերադարձը։ Սա ինչ է։ Սպասեք, մի րոպե սպասեք։ Հնարավոր է արդյոք որ այն այրված դիակը, որ մեքենայի մեջ գտանք վանականի դիակը չլինի։ Չլինի դա ընդամենը հնարք էր։ Աստված իմ դա հնարք էր։ Տեսեք թե ով է գալիս։ Գրեգորյան է, նայեք։ Նայեք, Ահ, Գրեգորիա։ գոյիտա։ Ինչ գեղեցիկ փոքրիկ ունես։ Սպասեք, մի րոպե, սպասեք։ Պարոն այք հանգստացեք, հանգիստ, նա չեմպիոն է։ Ինչ թմբլիկ է, ինչ սիրունիկ է։ Տիկնայք եւ պարոն այք, ես ուզում եմ ներկայացնել Մանուել Գրեգորիո Կոլոն-Բորովսկուն։ Դա մեր հանրապետության լավագույն մարզիկներից մեկն է լինելու։ Նա նկարիչ է լինելու։ Այո, նա նաև նկարիչ է լինելու, այնպես որ մոռացեք Միգելիտո Կաբրերային ու Խեսուս Սոտոին, որովհետև նա գերազանցելու է ձեր բոլոր սպասումները։ Ինչ լավն է։ Եվ նկարիչ եւ մարզիկ, այո, նայր ակոսանիքն է, նայր։ Սիրելիս, շնորհավորում եմ։ Ինչ գեղեցիկ փոքրիկ է։ Se fue tu chat, pero yo sigo de pie. Aunque duele. Սա ինչ է։ Չես տեսնում հրավիրատոմսեր ողջ ընտանիքի համար։ Ահա նայիր, սա պարոն Տոնիի համար, սա տիկին Յոլանդայի, Պարզ է։ պարոն Օվիդիոյի։ Տես, ինչը։ Մենք էլ ենք հրավիրված։ Նայիր, մենք էլ ենք հրավիրված։ Իսկապես։ Այո, իսկապես։ Սա ինչ է։ Լսիր, Աստվածին, սա ինչ է։ Բոլորը հրավիրված են ֆիլմի պրեմիերային։ Այն կոչվում է Վանականի վերադարձը։ Ոչ, Աստված հեռու պահի մեզ նրանից։ Օ, ոչ, այ քեզ խճճված պատմություն։ Ու տես այն տեղի է ունենալու ամսի 13-ի գիշերը։ Ոչ, էլի այդ վանականը։ Սա ինչ Աստվածիմ։ Ոչ, երբ բոլորը տուն գան, պիտի նրանց այս մասին պատմենք։ Այո, ոչ, նայիր, ուրբաթ օրը ամսի 13-ին։ Ոչ, սա ինչ է։ Այ քեզ դժբախտություն։ Ոչ, ես վախենում եմ, սիրելիս։ Ամսի 13-ին։ Ախր ոսկերչական զարդերի շքերթն էլ է այդ օրը լինելու։ Ճիշտ է, այո, Ողջույն, ինչպես եք։ ողջույն, Սա դες համար է։ շատ լավ։ Շնորհակալ եմ, Խնդրեմ, ստեսություն։ առայժմ։ Ինչ է պատահել, տատիկ, այդ մարդն ով էր։ Չգիտեմ, կարծես հրավեր է ողջ ընտանիքի համար։ Հիմա տեսնեմ, տեսեք, մեզ հրավիրում են ֆիլմի պրեմիերային, այն կոչվում է Վանականի վերադարձը։ Ինչ? Ոչ, նորից Վանականը, բայց միթե նա մեռած չէ։ Չգիտեմ, սա երևի չարկատակ է, ով պիտի այդ խելագարի մասին ֆիլմ նկարեր։ Ախ, տատիկ, մարդասպանների մասին այնքան ֆիլմեր կան։ Ոչ, աղջիկս, սխալվում ես, ոչ։ Լսեք, տիկին Մերսեդես, դուք չեք կարող թույլ տալ, որ Վիոլետան գնա այդ ֆիլմի դիտմանը։ Լսում եք, ոչ։ Ու միգուցե այդ սատանան իսկապես վերադարձել է դժոխքից, միգուցե նա մեր ետևից է եկել։ Հիմար բաներ ես ասում, Ռոզա, այստեղ խոսքը սովորական սարսափ ֆիլմի մասին է, ու ես մայրիկին կամուզեմ, որ գնա, ինձ էլ հետը տանի։ Ոչ։
Սա միայն կարմիր զգեստով տիկնոջ ձեռքի գործը կարող է լինել։ Դե իհարկե չէ որ նա էր ղեկավարում Լեոնին, այդ նա էր նրանց սպանության դրդում։ Այո, ու հիմա էլ օծի պես սողում է։ Իսկ գուցե կարմիր զգեստով կինը ընդհանրապես գոյություն չունի, չէ՞ որ մենք իրականում ոչ մի ապացույց չունենք, որ նա կա։ Չէ՞ այդ կարմիր զգեստով կինը պարզապես հորինված է։ Այո, բայց ով է նրան հորինել եւ ինչի համար։ Ոչ, բայց ես ինքս թե ինչպես վանական էր մեքենայով ժորից ցած ինքամ։ Ոչ, Մակո, դա անհնար է։ Մենք մարմինը մեքենա ներսում տեսանք նաև որ այնտեղ մարդ կա։ Մեզ թվաց, որ այդ մարդը Լեոնն էր, հետո տեսանք թե ինչպես կարմիր զգեստով տիկինը տաքսի նստեց։ Որդիս դու կարծում ես, որ Լեոնը դեռ ողջ է։ Հնարավոր է, Հայրիկ, հնարավոր է։ Հնարավոր է, որ այդ օրը կարմիր զգեստով տիկինը հենց Լեոնն էր, ուղղակի ծպտված։ Իսկ մեքենայի մեջ ուրիշի մարմինն էր։ Ու նա այդպես էր կազմակերպել, որպեսզի մենք մտածենք, թե ինքը մեռած է։ Լավ, հանգստացիր, որդիս, հանգստացիր, խնդրում եմ։ Հիմա կարևորն այն է, որ այդ ֆիլմի դիտման ընթացքում ամեն ինչ նորմալ անցնի։ Մի անհանգստացիր, Հայրիկ, ես ինքս այդ ամենը կհետևեմ։ Իսկ ես պապիկ կօգնեմ նրան այդ գործին։ Այո, դե հիմա գոնե գիտենք, որ կարմիր զգեստով տիկինը իրականում գոյություն ունի։ Ես այնտեղ չեմ գնա։ Ինչպես թե չես գնա։ Քեզի չի եղել։ Դու առաջինը պիտի այնտեղ գնայիր, որովհետև դու այդ ֆիլմի ռեժիսորի մայրն ես։ Ես արդեն ասացի, որ այնինչ չի հետաքրքրում։ Չէ՞ որ դու չգիտես։ Գուցե այդ ֆիլմը շատ կարևոր էր Լեոնի համար, ու միգուցե նա այն քեզ է նվիրել, իսկ դու ասում ես, թե քեզ համար միևնույնն է։ Լսիր, Կոնստանսա։ Ռոմելյան ճիշտ է։ Ու լսիր, թե ես քեզ ինչ կասեմ։ Ինձ թվում է, ես էլ չեմ գնա, որովհետև հենց այդ մասին մտածում եմ ողջ մարմինս փշաքաղվում է, հասկանում ես։ Ես Ակվիլեսին կասեմ, որ նա էլ չգնա։ Խեղճ մարդը երևի շատ տխուր է, որովհետև Լեոնն է վանականը, հասկանում ես։ Այո։ Ճիշտ է։ Դե սխալվում ես։ Ինձ թվում է դու Ակվիլեսը պիտի գնաք ու ձեր որդու հետ մահացիական աշխատանքը տեսնեք։ Ինչ։ Կոնստանսա։ Այո։ Ես քեզ արդեն ասացի, որ այդ ներկայացմանը չեմ մասնակցի։ Իմ որդի Լեոնը մեռած է, ու այս ամենը մի շատ հիմար կատակ է, որը ինչ-որ չար մարդ է մտածել ինձ վերջնականապես ոչնչացնելու համար։ Իսկ ես այդպիսի բան թույլ չեմ տա։ Միևնույնն է, ես կգնամ, որովհետև ես ուզում եմ իմ աջակցությունը ցույց տալ ազգային կինոարդյունաբերությանն ու երիտասարդ տաղանդներին, նույնիսկ եթե նրանք արդեն մեռած են։ Օրեր անց։ Վստահ եմ, Բորովսկիներ, որ բոլորդ էլ ուզում եք իմանալ, թե ինչու եմ ձեզ այստեղ կանչել, ասեմ, որ մենք ձեզ այստեղ ենք հավաքել, որովհետև ես ու Յոլանդան ձեզ մի նորություն ունենք հայտնելու։ Յոլանդան ասելու է, որ հղի է, հիմա մեզ միայն դա է պակասում։ Ոչ, Անաստասիա, ոչ։ Անաստասիա, վերջ տուր։ Ոչ, խոսքը այդ մասին չի, ոչ, Յոլանդան ու ես ուզում ենք հայտնել ձեզ, որ մենք որոշել ենք հեռանալ այստեղից։ Գնալ այստեղից հեռու մի տեղ, որքան հնարավոր է հեռու։ Բայց ինչու։ Ինչ, բայց ինչու։ Ընկերս դեմքիցը տատելով մեզ համար լավ լուրջ չես բերել։ Ահա այն թեստի պատասխանը, որ մի քանի ամիս առաջ է դարձրել։ Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այն այրված դիակը Լեոն Բորովսկու դիակը չէր։ Ոչ, ընկերս անհնար է։ Բայց մենք ինչպես կարող ենք մտածել, որ նա մահացել է։ Դա ախր բոլորովին էլ տրամաբանական չէ։ Նա շատ խելացի էր ու համոզված էր, որ ոչ ոք իրեն չի կարողանա բռնել, իսկ հիմա Աստված գիտի, թե որտեղ է թաքնված։ Այո, պատկերացրեք, որ հիմա ամսի 13-ը նրա փառավոր վերադարձի օրն է լինելու։ Համենայն դեպս հրավիրատոմսում այդպես է գրված, ճիշտ է Լազարո։ Իմ իրավաբանները պատրաստել են բոլոր թղթերը, ու ես պատրաստվում եմ իմ ունեցվածքը բաժանել ձեր մեջ։ Կոնստանսա առաջինը դու ես։
Աղջիկս, դու ստանում ես ոսկերչական բիզնեսի 1/6-ը, ինչպես նաև ինքնաթիռն ու զբոսանավը, որպես փոխհատուցում այն բանի, որ քեզ պատկանելիք զարդ հծովը նետեցի, ներիր ինձ, լավ։ Հայրիկ, բայց կարիք չկա, որ դու Տեոբալդո, քեզ եմ կտակում ոսկերչական գործի 1/6 մասը և Հելենայի տունը, որովհետև դու մորդ բոլորից շատ ես սիրել, նույնիսկ ավելի շատ, քան ես։ Ակվիլես, որդիս, դու ստանում ես նույնը, ինչ որ մյուս երեխաներիս եմ տալիս, ինչպես նաև իմ սերն ու կարեկցանքը։ Քեզ եմ տալիս ոսկերչական գործարանի 1/6 մի հրաշալի հողակտոր, որտեղ կարող ես քո երազած տունը կառուցել։ Բացի այդ, քեզ եմ թողնում նաև 500,000 գումար, որպեսզի կարողանաս իրականացնել այդ երազանքդ, որին միշտ խոչընդոտ եմ հանդիսացել։ Ոչ, Հայրիկ, ես չեմ ուզում։ Խնդրում եմ, որդիս։ Դու ինձ հասկանում ես, չէ՞, Պիա։ Ոչ, չեմ հասկանում։ Կյանքումս առաջին անգամ ես ոչինչ չեմ ուզում հասկանալ, հայրիկ, միակ բանը, որ ուզում եմ, որ հայրս միշտ իմ կողքին լինի։ Ոչ, վերցրու աղջիկս, սա ոսկերչական բիզնեսի 1/6 մասն է, ինչպես նաև Սորովսկիների առանձնատունը, որովհետև Պիա աղջիկս, այն քեզ եմ թողնում, նրա համար, որ միշտ հոգ ես տարել այս տարմասն, իսկ մայրդ այդպես էլ չկարողացավ դա անել։ Լորդես Գրեգորիա։ Ոչ, ես ոչինչ չեմ ուզում, հայրիկ։ Միակ բանը, որ ուզում եմ այն է, որ դու մայրիկը միշտ ինձ հետ մնաք, ինձ մենակ մի թողեք, մի հեռացեք, խնդրում եմ հայրիկ մի լքիր ինձ։ Սիրելիս, լսիր, դու այլևս մենակ չես, հիմա Մակոն քեզ հետ է, դու արդեն որդի ունես, նրանք են հիմա քո ընտանիքը, հասկանում ես, ահա սիրելիս, սա ոսկերչական գործի 1/6-ն է։ Վերցրու Մակո, ինչպես նաև $1 միլիոն, որ միշտ քեզ համար եմ պահել Շվեյցարիայում։ Ոչ։ Աուրելիո, որդիս։ Ոչ, մի րոպե սպասիր, Հայրիկ, սպասիր, խնդրում եմ։ Ինձ լսիր։ Այստեղ ոչ ոք չի ուզում այն, ինչ դու ես մեզ տալիս, հասկանում ես։ Մենք միայն ուզում ենք, որ դուք երկուսով մեզ հետ մնաք։ Խնդրում եմ։ Աուրելիո, ինչպես իմ մյուս երեխաները, դու էլ ես ստանում ոսկերչական գործի 1/6-ը։ Վերցրու որդիս։ Հետախուզական կենտրոնն էլ եմ քեզ տալիս ու դրան գումարած $500 միլիոն, որպեսզի կարողանաս գործերդ կարգի գցել։ Ու շնորհակալություն, որ սովորեցրիր, թե ինչ է նշանակում ներել բառը։ Օվիդիա։ Սանտիագո։ Շնորհակալ եմ, պապիկ։ Նիկոլաս։ Ձեզ եմ հանձնում Կուրասաոյի, Արուբայի ու Բարբադոսի ոսկերչական խանութները, հոգ տարեք դրանց մասին, աշխատեք դրանց վրա։ Իսեք ձեր ստացած եկամուտը ձեր ընկերուհիների ու կանանց հետ, սիրեք նրանց, բայց մի մոռացեք ձեր ընտանիքը։ Թույլ մի տվեք, որ դրանք ձեզ համար ամենակարևորը դառնան, որովհետև աշխարհում ընտանիքից կարևոր ոչինչ չկա։ Առանց ընտանիքի ոչ մի նյութական բարիք արժեք չունի, ոչ մի հարստություն ու կարողություն երջանկություն չի կարող բերել։ Իսկ իմ սիրելի արտասովոր Անաստասիայի ու նրա քույրերին անշուշտ թողնում եմ ոսկերչական արհեստանոցները, որպեսզի մեր բիզնեսի ավանդույթը պահեք ու միշտ միասին լինեք։
Շնորհակալ եմ, պարոն Տոնի։ Քույրերիս անունից էլ եմ շնորհակալություն հայտնում։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչու ես դա անելու։ Չէ որ դու հենց նոր քո ողջ մեծվածքը մեծ բաժանեցիր։ Ես այս կնոջ պարգևած երջանկություն ու սերն եմ վայելելու։ Յոլանդան ծովափին մի համեստ տնակ ունի, որը ես եմ նրան նվիրել։ Մենք պատրաստվում ենք միասին այնտեղ բնակվել, այնտեղ ապրել։ Բայց ինչպես այրիկ։ Ինչով եթե գրոշ անգամ չունես, դու ամեն ինչ մեզ տվեցիր, չէ։ Ինչով ենք ապրելու։ Նրանով ինչ երեխաներս ու թոռներս մեզ կտան։ Այդքանը բավական կլինի։ Ինձ ու Յոլանդային երջանիկ լինելու համար հարստություն ու փող պետք չէ։ Մենք չենք ուզում բանկում մեծ հաշիվ կամ քարտ ունենալ, մենք ուզում ենք արթնանալ ու տակավազը զգալ մեր ոտքերի տակ եւ իմանալ, որ դուք Բորովսկիներդ երջանիկ եք ու միասնական, որից վերջապես հաջողվել է ստեղծել այն ընտանիքը, որի մասին միշտ երազել եմ։ Ու խնդրում եմ, այդպիսի դեմք մի ընդունեք, խնդրում եմ, փոխեք ձեր դեմքի արտահայտությունը, որովհետև եթե նույնիսկ աչքերիս մեջ արցունք էլ տեսնեք, իմացեք, որ դրանք երջանկության արցունքներ են, ոչ թե տխրության։ Es para que estemos llenos de júbilo, no para que estemos tristes, por favor, porque... Հայրիկ, Մոտ եկեք։ հայրիկ։ Շնորհակալություն, պարոն Տոնի։ Պարոն Տոնի, մենք ձեզ շատ կկարոտենք։ Իսկ հիմա ուզում եմ այդ պատիվը գոյտային տալ։ Նա կկարդա այն մարդու անունը, որը մեր ֆիրմայի նախագահ պիտի նշանակվի։ Այո, ինչ լավ է, այո, եկեք սկսենք։ Սանտիագո։ Սանտիագո։ Սանտիագո եւ եւս մեկ անգամ Սանտիագո։ Սանտիագո։ Լավ, բայց ամենտեղ Սանտիագոյի անունն է։ Լավ, շատ լավ, ուրեմն արդեն նոր նախագահ ունենք։ Ախ, Կոստի, ինչու դու ինքդ քեզ համար չքվեարկեցիր։ Քեզ ի՞նչ է եղել Գոյտա, քվեարկությունը գաղտնի էր ու նույնիսկ եթե դու ինձ համար տանջես, ես քեզ չեմ ասի թե ում օգտին եմ ձայն տվել։ Ահա Սանտիագոն, ահա ինչ է եղել հորեղբայր։ Ոչինչ որդիս, մենք Բորովսկիների հարստության ժառանգներ ես որոշել ենք ու ասեմ, որ այն էլ գաղտնի քվեարկությամբ, ճիշտ է, որ դու ես լինելու ձեռնարկության նոր նախագահը։ Ես, իսկապես։ Շնորհակալ եմ։ Գոնսալես չեմ կարծում, թե այստեղ գալը լավ միտք էր։ Դե ոչինչ չենք կորցնի, եթե փորձենք Վալեսիլոս այնպես, որ մի անհանգստացիր։ Լսիր Գոնսալես, միթե իսկապես կարծում ես, որ վանական այստեղ կա, իմանալով, որ բոլորն արդեն գիտեն, որ սա էր նրա թաքստոցը։ Կամաց, զգուշ եղիր։ Ինչ եղավ։ Ոչինչ չեմ տեսնում։ Լսիր, արի ստուգենք Վալեսիլոս։ Գիտես, որ հանցանշան է, ինչ է լինի, հաստատ ինչ-որ բանի պետք կգա, այնպես որ կամաց։ Գոնսալես, Ինչ է։ նայիր։ Այո, տեսնում ես։
Հրավիրատոմսերն այստեղից են ուղարկվել։ Այդ մեկը հաստատ եմ ասում։ Մստր Գոնսալես, տես թե քեզ ինչ կասեմ, ինձ թվում է ամսի 13-ին ինչ որ ահավոր բան է տեղի ունենալու։ Հիշում ես քույրերը Բորովսկիների ոսկերչական խանութի համար իրենց շքերթը հենց այդ օրն են կազմակերպում։ Այնպես որ տեսնենք ինչ է լինելու։ Դե ուրեմն ոտքի կանգնեք։ Սանտիագո, համաձայն ես ամուսնանալ Վիոլետայի հետ ու խոստանում ես հավատարիմ լինել նրան երջանկության ու դժբախտության պահերի, հիվանդության ու աղքատության ժամանակ, համաձայն ես սիրել ու հարգել նրան։ Այո, համաձայն եմ։ Վիոլետա, համաձայն ես ամուսնանալ Սանտիագոյի հետ, խոստանում ես հավատարիմ լինես նրան երջանկության ու դժբախտության պահերի, հիվանդության ու աղքատության ժամանակ, համաձայն ես սիրել ու պատվել նրան։ Այո։ Այո, համաձայն եմ։ Ձերք ձերքի տվեք։ Տերը, որ ձեզ պարգևել է այդ սերը, օրհնում է ձեր այս փոխադարձ համաձայնությունը, որն արտահայտեցիք այստեղ խորանի առջև, այն ինչ միացրել է Աստված, մարդը չի կարող բաժանել։ Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու ես ձեզ հայտարարում եմ ամուսիններ։ Սանտիագո, կարող ես համբուրել կնոջը։ Հիմա մենք 100%-ով համոզված ենք, որ Կարմիս Կեսոպտիկին է որ պատահարի օրը տաքսիով հեռացավ հենց ինքը Լեոնն էր։ Դե դա իհարկե որևէ մեկը հակառակը չպատուցի։ Դա ճիշտ է, բայց հիմա ինձ թվում է, որ ավելի լավ է ամսի 13-ի շքերթի անվտանգությունն ապահովենք։ Այո, լավ է, որ գիտենք, որ այդ օրն է հարցակվելու հասկանում եք, դե որովհետև հրավիրատոմսի վրա է այդ օրը նշված։ Այո, դա է բանականի փառահեղ վերադարձի օրը, ամսի 13-ը։ Ովիդ դու կարող ես շքերթի անվտանգությունն ապահովել, կարող ես հոգնել ամեն ինչի մասին։ Կարող ես հույսդ ինձ վրա դնել։ Հրաշալի է, բայց մենք պետք է զգույշ լինենք, որովհետև այդ օրը Բորովսկի ոսկերչական խանութի ցանցի նոր իմիջի ստեղծման համար անչափ կարևոր է։ Լեոնը իհարկե դա իմանալով ուզում է ամեն ինչ փչացնել, բայց այսօր վրեժ լուծել բոլորիցս։ Շքերթի 3 մասերի բաժանված կլինի։ Ու ձեզանից յուրաքանչյուր այդ մասերից մեկը գլխավորի։ Օրինակ դու Էմիլիա, դու երիտասարդների համար նախատեսված շատ գլխավոր ես։ Ալեքսանդրա, քեզ չափահասների համար նախատեսված բաժինն ենք հանձնարարում։ Իսկ քեզ հորակր Կոնստանսը։ Զգույշ։ Հանկարծ ասես, որ ինձ հասակով կանանց համար նախատեսված շարքն ես հանձնարարում։ Ոչ մի դեպքում չեմ համաձայնվի։ Ոչ հորակր, այդպես բան մտքովս էլ չէ անցնում։ Դե լավ է։ Ուզում եի ասել, որ քեզ դասական զարդերի շարքն ենք հանձնարարելու։ Դե այդ դեպքում ես համաձայն եմ, որովհետև դասականը միշտ գեղեցիկ է եւ էլեգանտ, ինչպիսին որ ես ինքս եմ։ Ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Դե ինչպես տեսնում եք, դրանից յուրաքանչյուրը շքերթի ժամանակ փայլելու է։ Իսկ վերջում Անաստասիան կներկայանա հարսի հագուստով։ Ինչ հրաշալի է, ինձ թվում է ամեն ինչ շատ լավ է ստացվելու։ Այո, չեմ համբերում, երբ է այդ օրը գալու։ Դե ես հուսով եմ։ Ներողություն, Սանտիագո, մեկ րոպեով չես կա, ես բան պետք է ասեմ քեզ։ Լույսերը պետք է լավ ստուգել, հասկանում եք։ Այո, համարեք ստուգված է։ Դա ուրեմն գործի անցեք։ Գնացեք, դա։ Գնացեք տղաներ, արագ գործի անցեք, խնդրում եմ։ Բայց կատակը մի կողմ այստեղ մարդիկ շատ լավ են աշխատում, շատ լավ ու շատ արագ, հրաշալի է։ Այս շքերթը տարվա ամենալավ շքերթն է լինելու, այ կտեսնես Աքվիլես։ Դե ես դրանում չեմ կասկածում, դու ինքդ նայի, բոլորը ամեն ինչ անում են, որ շքերթը հաջող անցնի։ Կեցես Աքվիլես, կեցես, բայց հիշիր, որ մենք շատ զգույշ պիտի լինենք։ Վանականի վերադարձը ֆիլմի պրեմիերայի համար ուղարկված հրավիրատոմսերը շքերթի օրվա համար են։ Իդեպ դու հիշում ես, թե անվտանգության միջոցները ինչպես պետք է աշխատեն։ Այո, իհարկե, կարող ենք ստուգել։ Այո, իհարկե։ Ինձ հետ եկեք։
Ես ձեզ այսօր խնդրեցի, որ այստեղ գաք, որովհետև կարևոր նվիրատվություն պետք է անեմ։ Ես ոսկերչական գործարանի 1/6 բաժինը երկու մասի եմ բաժանել։ Մի մասը տալիս եմ այն բանկին, որտեղ մայրս է ապրել, որտեղ այդքան լավ են հոգտարել նրա մասին։ Շնորհակալ եմ, որդիս, անչափ շնորհակալ եմ, Աստված օրհնի քեզ։ Մենք այդ գումարը հանգստի կենտրոնի վրա կծախսենք, շնորհակալություն, որդիս։ Մյուս բաժինը հիմնադրամին եմ տալիս Սանտիագո, դա միակ միջոցն է ինչ որ կերպ կոմպենսացնել այն վնասը, որ տվել եմ քեզ։ Աստված իմ հայրիկ, ես չեմ կարող դա ընդունել։ Դու քեզ ինչ ես թողնում։ Իմ ընտանիքը, չես կարծում, որ դա բավական է, չես կարծում, որ այդ երեխաները սրա կարիքն ավելի շատ ունեն։ Ոչ, ինչպես են մարդիկ փոխվում։ Շնորհակալ եմ։ Իսկ սա քեզ համար է, Վիոլետա։ Սա ինչ է։ Մորս տունը։ Ժամանակն է, որ դուք էլ ձեր տունն ունենաք ու անչափ շնորհակալ եմ քո օգնության համար։ Հիմա եկել է քո ժամանակը, Վիոլետա։ Հիմա դու պետք է երջանիկ լինես։ Օրեր անց։ Լսիր Աուրելո, ես չգիտեմ թե ինչ ենք անելու, չգիտեմ թե ինչ ես անելու, բայց ահա եւս մի խնդրեմ։ Տես վանականը քեզ համար այստեղ ինչ է թողել, ահա վերցրու այս նվերն ու ինքդ կարդա։ Գուշակիր գուշակ, ոչ ոք չի ասել, թե ինչ որ բանի լավ ավարտը մեկ ուրիշ վատ բանի սկիզբ չի կարող դառնալ։ Աստված իմ, ես շատ եմ վախենում Աուրելո, ես շատ եմ վախենում, որովհետև վստահ եմ, որ այդ խելագարն ամեն ինչ կփչացնի, նա կփչացնի իմ շքերթը, հաստատ մի հիմար բան կանի, ես վստահ եմ դրանում, գրողը տանի։ Անաստասիա, սիրելիս, հանգստացիր խնդրում եմ, ամեն ինչ լավ կլինի։ Հաստատ։ Այո։ Ինչպես, եթե այդ խելագարը անդադ իմ շուրջն է պատտվում, իսկ ես նրան չեմ տեսնում Աուրելո, ախր այդ շքերթը պիտի ստացվի, այն շատ կարևոր է։ Հիշիր, որ խոսքը քո փողի մասին է։ Հիշիր, որ դու ես ողջ ոսկին տվել, որ ես կարողանամ այս շքերթը կազմակերպել։ Աուրելո, ես չգիտեմ թե ինչ եմ ասում, ես շատ եմ անհանգստանում, մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, Աուրելո։ Ես չգիտեմ թե ինչ եմ անելու։ Սիրելիս, ինձ լսիր, մոտ արի այստեղ։ Անաստասիա, հանգստացիր, լավ։ Ամեն ինչ արա այնպես, ասես ընդհանրապես ոչինչ տեղի չի ունեցել, իսկ ես քեզ կհետևեմ։ Ու թույլ չեմ տա, որ վատ բան պատահի։ Վստահիր ինձ խնդրում եմ, լավ։ Ես վստահում եմ քեզ։ Վստահում եմ քեզ Աուրելո, բայց չեմ վստահում վանականին։ Արի գնանք, լավ։ Գնանք, որովհետև մարդիկ պիտի շքերթին պատրաստվեն։ Դե գնանք։ Պարոն Բորովսկի, ասում են, թե դուք հրաժարվել եք ձեր ողջունեցվածքից, այն խանգարում է ձեր երջանկությանը։ Այո, հրաժարվել եմ ամեն ինչից, հիմա իմ զավակներն են տնօրինում Բորովսկիների ողջ կարողությունը, այդպիսով նրանք են հիմա ամեն ինչ վերահսկում, իսկ ես ու կինս որոշել ենք հեռանալ քաղաքից։ Իսկ ինչ եղավ երազների խաչի հետ։ Այո, այդ զարդն ընդմիշտ թաղված է ու ոչ ոք երբեք այն չի գտնի։ Մենք այլևս ասելիք չունենք, ներեցեք, շնորհակալ եմ։ Ձեր թույլտվությամբ։ Շատ բարի։ Անցեք, պարոն Բորովսկի։ Ողջույն, ոչ, ես ասելիք չունեմ, շնորհակալություն։ Ողջույն, ինչպես եք։ Լավ ասեմ, որ այս իրադարձությունը բաց թողնել չի կարելի։ Այն իսկական հրաշք է լինելու։ Դուք պետք է անհամբերությամբ սպասեք այդ մեծ իրադարձությանը։ Բավականին շատ գեղեցկուհիներ են լինելու։ Շատերն են ելույթ ունենալու։ Չեք կարծում, որ պետք է զգույշ լինեք ձեր դինոզավրերի հետ։ Դուք տղամարդիկ եք, չէ՞։ Ես ուզում եմ, որ ինձ մի անգամ էլ նկարեք։ Մի անգամ էլ դե։ Օգտվելով առիթից ուզում եմ իմ ռեստորանը գովազդել։ Այն կոչվում է Մեծն Գրիպին։ Ներողություն, շնորհակալ եմ։ Դե իհարկե, խնդրեմ։ Տեսախցիկը որտեղ է։ Շնորհակալություն։ Նայեք, ահա եւս մեկը Բորովսկի թորներից։
Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ընտանիքի անդամներ, բարի գալուստ արտասովոր Անաստասիայի շքերթին։ Բոլորիդ կոչ եմ անում մոռանալ 13-ի հետ կապված կախարդանքների մասին և վայելել երեկոն։ Բարի գալուստ։ Ինչպես քեզ բաց թողնել, ամբողջ մարմնովս քո կրկոտ համբույրից ես քեզ զուրված եմ, ինչքան ես լուր հավատում եմ քեզ, այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ ուզում ես, ուրել փախչեմ աշխարհն էլ գնամ էլ, մեկ է սրտում քո վաղուց բանտարկված եմ, դու իմ կարման ես խաչին քո գամված եմ, ես քեզ համար միշտ էլ արտասովոր եմ։ Լեոնին ճանաչել են։ Նա ձևացնում է իբր լուսանկարիչը։ Օվիդիո, գնահող տարակ մասին։ Լավ, իհարկե։ Մակո, յուրաքանչյուր մուտք ու երկստուգիր համազրերը բոլորը իրենց տեղերում են, որովհետև այս անգամ չեն կարող թույլ տալ, որ Լեոնին հանգիստ, լավ, ամեն իր արված, լավ, ճիշտ ես։ Քերը գնա վերահսկման կետը ամեն ինչ միացրու։ Որովհետև ես համոզված եմ, որ Լեոնը կցանկանա իր ֆիլմը մեծ էկրանին վրա ցուցադրել, բայց կա մեկը, որը ավելի շատ բան է ուզում։ Բրավո, Էմիլիա, հրաշալի է, Էմիլիա, հրաշալի է։ Չփորձեր շարժվել։ Ձեռքերը դանդաղ վերև բարձրացրու։ Ոչ մի կտրուկ շարժում։ Հիմա բոլորը կիմանան, թե ով է Կարնես Կեստով տիկինը։ Զուրել փախչեմ աշխարհն էլ գնամ էլ, մեկ է սրտում քո վաղուց բանտարկված եմ, դու իմ կարման ես խաչին քո գամված եմ, ես քեզ համար միշտ էլ արտասովոր եմ։ Դու միշտ էլ արտասովոր ես, գիտես ինչ եմ զգում ես, Սա հապկանք է այն օրից, երբ նա ապտակեց քեզ, թե ուզում ես ինձ թույլ մի դուրս սպասեմ քեզ, սիրտս գտամ քեզ ու քո ասացի պես, գետնովը գտամ քեզ, սերին նույնպես, ուզում ես խոսես, լավ է ուղարկածս լսես, հալավ դու հզոր ես, մաքուր սրտով ես, լսիր չեն պատրաստվում մատնել քեզ, կարող եմ փոխարենը կոտրել սիրտը թեզ, ահա եկել է պահը վերցնելու վայելել քեզ, լավ կլինի որ ինձ հետևես, ուրել փախչեմ աշխարհն էլ